Անտապանում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մինչ հայտնի իրադարձություններին դետալային անդրադառնալը, նախ որպես քաղաքացի հարց ձևակերպեմ, Տիկին Հակոբյան 2018 թվականին ըստ էության մարդիկ հեղափոխություն իրականացրեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որպեսզի ոչ միայն Սերժ Սարգսյանը հեռանար, այլև երկրում առկա այդ անարդարության մթնոլորտը վերանար, երկար ժամանակ իշխանության եղած մարդիկ դուրս գային քաղաքական դաշտից, հանցագործները պատժվեին, բայց ինչպես տեսանք, նրանք ոչ միայն կան քաղաքական դաշտում, այլև հայտնվեցին խորհրդարանում ընդդիմադիրների աթոռներին եւ այսպես հարց է առաջանում Դուք եք թույլ տվել այն իրավիճակը, որը կա, այսինքն ակնհայտ էր բոլորի համար, որ նրանք ձգտելու են ոչ միայն մի օր իշխանություն վերադարձնել, այլև այսպես ասած վրեժ լուծել Նիկոլ Փաշինյանից իրականացրած հեղափոխության համար։ Հիմա ձեզ ի՞նչն է զարմացնում նրանց գործողություններում։ Նախ հեղափոխությունը 18 թվականին եղել է ոչ թե որպեսզի նախկինները հոդս ցնդեն, արտագաղթեն կամ նախկին բարքերը վերցնեն գնան, այլ որպեսզի նախկին բարքերը չլինեն իշխանության։ Հետևաբար մենք չենք պատրաստվում ոչ մեկին ոչ պատերի տակ գյուլել, ոչ արտաքսել երկրից, ոչ մի բան։ Իսկ 18 թվականից հետո նախկին երկու նախագահների ուժերը հայտնվեցին խորհրդանում, որտեղ քաղաքացիները ընտրեցին այդ մարդկանց։ Բայց ես վստահ եմ, որ անգամ նրանց ընտրած քաղաքացիները երբեք չեն մտածել, որ իրենց ուժերը կարող են նաև կազմակերպիչ լինել եւ աջակցող լինել տերորիստական ակտի։ Ես սրանում ուղղակի վստահ եմ, որովհետև երեկվանից շատ քաղաքացիներ են գրում, մտահոգություններ հայտնում եւ դրանք բնավ միայն մեր հետևորդները չեն, միայն մեզ ընտրողները չեն, դրանք խորը հիասթափված մարդիկ են, որոնք միգուցե այլընտրանք են տեսել իշխող ուժին մեզ, նրանց մեջ, բայց երբեք չեն ցանկացել տերորիստներին աջակցեն։ Ինձ զարմացնում է այս պատմության մեջ ոչ թե այն, որ կարող էին նման գործողություններ արվել, որովհետև մենք 99 թվականին եւս տեսել ենք նման ահաբեկչություն, մենք 2008-ին ենք տեսել նմանատիպ գործողություն, մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին ենք տեսել նմանատիպ գործողություն։ Ինձ ամենաշատը զարմացնում է, որ դա կարող է արվել եկեղեցականի ձեռամբ։ Այսինքն մենք այսքան տարի եկեղեցու ներսում սատանի ճտեր են, այսպես ասած, աճեցվել, բուծվել, որպեսզի վեր կենան ու ինչ-որ ահաբեկչական գործողություն պլանավորեն ու նմանատիպ դաժանությամբ։ Իսկ ինչ են նրանք պլանավորել։ Դուք գիտեք, որ ազգային ժողովում խմբակցությունները կարող են հրավիրել հանրային լսումներ, որին հրավիրվում են դրսից մարդիկ։ Իրենց ցուցակով կարող են հարյուրավոր մարդիկ գան, եւ այդպիսի լսումներ եղել են նաեւ ազգային ժողովում բազմաթիվ անգամ։ Եվ ձայնագրություններից պարզ է դառնում, որ նրանք պլանավորում էին նման լսում կազմակերպել երկու ընդդիմադիր խմբակցություններից չգիտեմ որ մեկի հետ կամ երկուսի հետ միասին եւ հարյուրավոր մարդկանցով լծվել ազգային ժողով, ներսում ջարդուփշուր անել, դրսում էլ ջարդուփշուր անողներ արդեն իսկ հավաքագրած էին նրանք եւ պետք է դրսում, չգիտեմ, տարբեր գործողություններ իրականացնեին, օրինակ ջուրավար հեղուկը լցնեին ու այրեին ավտոբուսներ, տրոլեյբուսներ, որտեղ սովորական քաղաքացիներ էին երթևեկում։ Հաստատ իրենք չեն երթևեկում, իրենք իրենց յաշիկներում, իրենց պատավատներով են եւ այլն։ Մեքենաներ, չգիտեմ, անիվները ծակել, ինչեր անել, ջարդուփշուր անել, ինչպես Բագրատ Գալստանյանն է ասում, քաոս ստեղծել երկրում։ Ահա այսպեսին էր հրեշավոր պլանը, հետո ստիպել իշխանությանը հրաժարական տալ եւ մեծ պատերի տակ գյուլել, մեր ընտանիքներին էլ տալ կոմպենսացիա, որ նրանց չեն սպանելու եւ մեր ընտանիքները կուրախանային։ Այհա այսպիսի ապագա են տեսնում մեր երկրի համար այս հրեշները։ Հիմա այդ մարդիկ կալանավորվեցին, կարող ենք ասել կամ ենթադրել, որ այսպիսով կանխվեց ահաբեկչությունը եւ նոր գործողությունների գնալու հնարավորությունը այդ ուժերի կողմից։ Դուք ելի մտահոգություններ ունեք, որ կարող են նոր գործողություններ նախաձեռնվել։ Դուք գիտեք, որ վերջին տարիներին սա կարծեմ երրորդն է,
ահաբեկչական գործողությունը նախապատրաստած, որը բացահայտում է մեր ուժային կառույցները, եւ նրանց միակ, չգիտեմ, իշխանության գալը, իրենց ազդեցությունը Հայաստանում տարածելը կամ Հայաստանի պետականության կորուստը, նրանց այս մի գործողությամբ դժվար նրանք հանգստանան, այսինքն նրանք անընդհատ փորձել են, իսկ որ նրանք չեն կարող նորմալ ձևով գալ իշխանության, սա փաստ է։ Երբեք նախկին ուժերը արդար ընտրություններով չեն եկել իշխանության։ Միշտ զավթումների, հոկտեմբերի 27-ների եւ այլնի արդյունքում է եղել նրանց իշխանության մնալը։ Այնպես որ, բայց ես ունեմ նաեւ հանգստություն, որովհետեւ ես տեսնում եմ, որ մեր ուժային կառույցները տիրապետում են իրավիճակին եւ վստահ եմ, որ հաջորդիվ նրանց պլանները եւս նույն կերպ կձախողվեն։ Տիկին Հակոբյան, ձեր կուսակից ընկերներից Գագիկ Մելքոնյանը այս ամենի հետևում տեսնում է Մոսկվային, ասում է Կրեմլի պլաններ հեղաշրջման։ Հիմա եթե դուք կիսում եք այդ կարծիքը, ինչ է կարծում, ինչու պետք է Մոսկվան ձգտի Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Ես իմ ավագ գործընկերոջ խոսքերը չեմ ուզում մեծ հաշվով մեկնաբանել, մենք տեսանք որոշ պատգամավորներ իհարկե հայտարարություն տեսանք, որը մեզ էլ է մտահոգում, բայց Պեսկովի հայտարարությունն էլ տեսանք, որը որ ուրախ էր, որ կանխվել է նման դեպքը եւ որ իրեն պետք է, որ Հայաստանը լինի կայուն եւ ծաղկող երկիր իբրև իր Ռուսաստանի գործընկեր։ Ես այս հայտարարությունների վրա կարող եմ հիմնվել եւ բնականաբար նախաքննական ոչ մի գաղտնիքի չեմ տիրապետում, այնպիսի գաղտնիքի չեմ տիրապետում, որը քաղաքացին եւս չի նույն ինֆորմացիան է մեծ հաշվով ինձ մոտ, այնպես որ ավել բան չեմ կարող ասեմ, ինչ որ գիտենք երեկվանից։ Չեք կարող ասել, այսինքն չեք կարող նաեւ բացառել կամ չբացառել Մոսկվայի։ Ոչինչ հնարավոր չէ բացառել, բայց ես հիմքեր էլ չունեմ նման հայտարարություններ անելու։ Այս դեպքում չունեմ։ Օրինակ, տեսակ Սամվել Կարապետյանի ձերբակալման ժամանակ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի падգամավորներ, պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսափողներ տարբեր հայտարարություններով հանդես եկան եւ այս դեպքում նրանք մեր ներքին գործերին խառնվելու որոշակի փորձեր արեցին, կոչ անելով մեր ժողովրդին ոտքի կանգնել, իշխանություն փոխել, չգիտեմ ինչեր անել, ինչի հետ կապված մեր արտգործնախարարությունը նոտա է ուղարկել եւ մեր մտահոգությունները եւ զայրույթը դրա հետ կապված փոխանցել է։ Օրինակ այս դեպքում կարող եմ հստակ ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը MC հայտարարություններ էր անում, որը որ չպետք է անի մյուս երկրի հետ կապված ցանկացած երկիր։ Ինչ վերաբերում է այս իրավիճակին, մենք պաշտոնական ունենք Պեսկովի հայտարարություն, ինչպես ասացի, որը չեմ դիտարկում որպես հետք։ Քանի դեռ այդ ձայնագրությունները հրապարակված չէին, այդ պլանը հայտնաբերված չէր, փորձագիտական վերլուծական դաշտում առաջացած այդ լարվածությունը կապում էին Փաշինյանի Թուրքիա այցի հետ։ Հիմա որքանով կապ կա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործող իշխանությունների այդ ձգտումների հետ այս ամենը, այնինչ որ կատարվում է։ Գիտեք, մշտապես եթե հետ գնանք նախորդ 3 իշխանությունները եւս քայլեր ձեռնարկել են եւ գոնե ցանկություն ունեցել են, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները ի վերջո կարգավորվի եւ Թուրքիան բացի սահմանը, սակայն դե գիտեք, որ երբեմն մոտ ենք եղել, երբեմն շատ ենք հեռացել այդ ցանկությունից եւ եթե անգամ կան որոշակի քննադատական խոսքեր, որոնք շատ բարձր չեն հնչում, ապա միայն խանդի տեսքով, որովհետև ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը դա մեր երկրի շահերից է բխում, մեր քաղաքացիների շահերից է բխում, տնտեսական մեծ հնարավորություններ է բացում մեզ համար եւ այս առումով լուրջ քննադատություն ես երբևէ չեմ տեսել, եթե եղել են որոշակի տենց կծմծոցներ, ապա միայն խանդի դրսևորումներ կարող է լինել եւ ես սա այդքան էլ չեմ կարող կապել Թուրքիայում վարչապետի հյուրընկալության այս օրերի իրադարձությունների հետ։ Որն է առաջին նախագահի շահը այս ամենում։ Մենք տեսնում ենք, որ նա հստակ դիրքավորված է հակառակ կողմում, երեք էլ ավելին առանձնատանը ընդունել է ամենայն հայոց կաթողիկոսին։ Գիտեք, ինձ համար գոնե անակնկալ էր առաջին նախագահի նախորդի վարած հայտարարությունը, որովհետև նա գոնե այն քաղաքական լիդերներ ժամանակին, որը որ մարտի 1-ի հետ կապված,
ամենաշատը իրեն էր այդ նախկին իշխանությունը հարվածել, այդ նույն կաթողիկոսը, երբ որ քաղաքացիների եւ զինվորականների բանակի միջև բախում էր Երևանի կենտրոնում, այդ կաթողիկոսը դուրս չեկավ ու կանգնի ժողովրդի եւ տանկերի միջև, էլի, զենքերի եւ ժողովրդի միջև, եւ ինձ համար այս հարցում համախոհությունը գոնե հասկանալի չէ, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանը այն գործիչներ, որը որ օրինակ արգելել է Հայաստանում օրինակ դաշնակցության գործունեությունը, հա, այսօր ինքը համարժեք է քայլում այդ ուժի հետ, ես կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ հաշվով շատ բան արդեն չգիտակցում իր գործողությունների հետ կապված։ Ես այսքանը կարող եմ ասել, որովհետև տրամաբանություն չեմ տեսնում նրա գործողություններում ու հայտարարություններում, որը երևի թե ինքն է անում։ Հիմա Փաշինյանը այսօր էլ գրառմամբ անդրադարձել է կաթողիկոսին եւ գրել է, եթե ինքնակամ չհեռանա Հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ Սա ենթադրենք, որ կոչ է հավատավորներին բողոքի ակցիաներ օրինակ սկսելու կաթողիկոսի դեմ։ Ես չեմ կարծում սա բանը այտենց ինչ որ գործողության կոչ է, գիտեք որ վարչապետը դրա հետ կապված որոշակի այդ խմբի ձևավորման աշխատանքները իրականացնում, շատ դիմումներ կան դրա հետ կապված, վեհապարի ընտրության գործում իհարկե կան կոնկրետ մեխանիզմներ, որտեղ աշխարհիկ մարդիկ, քաղաքացիներ եւս ունեն մասնակցություն, եւ որպես քրիստոնյա մարդիկ, քաղաքացիներ եւս կարող են իրենց ձայնը բարձրացնել։ Եվ այն հիմնավորումները, այն բողոքները, որը կան նրա հետ կապված, որ Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել կաթողիկոս, դրանք այնքան հիմնավոր են, որ մենք հույս ունենք, որ նա այս ամենը հաշվի կառնի եւ առանց էլ ավելի բարձր բղավոցների եւ հիմքերի աղաղակման ինքնուրույն կհասկանա, որ ճիշտ է քրիստոնեաբար հեռանալն է։ Դուք այդպիսի հույս ունեք։ Ես որպես քրիստոնյա միգուցե մոլորության մեջ եմ, բայց այդպիսի հույս ունեմ, որ պետք է, որովհետեւ տեսեք, տարիներով եկեղեցին խառնվել է քաղաքական գործերին։ Ինչ իրավունքը որ չուներ։ Հայտարարությունները հանդես եկել, որով պահանջել է վարչապետի հրաժարական, որով ազգակործան է համարել օրինակ սահմանազատման գործընթացը։ Տարբեր գործողություններում է նա ներգրաված եղել։ Նրա մի թեմի առաջնորդը օրինակ կոչ էր անում ռազմական հեղաշրջում անել։ Շիրակի թեմի առաջնորդը եւ այս մարդը ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ, բայց ում հիշեցնել, որ Էստոնիայի թեմի առաջնորդը երբ որ օրհնեց վարչապետի խաղաղության, այսպես ասած, ուղին, այս դեպքում եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, որ չի կիսում, դա ընդհանուր եկեղեցու կարծիքը չի, դա մի անհատի կարծիքն է։ Այսինքն կարող ենք վստահաբար ասել, որ հեղաշրջման հայտարարությունը նա ողջունել է, համակարծիք է եղել, եթե հակադարձ հայտարարությամբ հանդես չի եկել։ Մյուս դեպքում նրա մյուս թեմի առաջնորդը, ինչպես երեք տեսանք, ենթադրաբար կազմակերպել էր տերորիստական ակտ Հայաստանում եւ սրա հետ կապված եւս մենք երեք տեսանք, որ եկեղեցին հայտարարությամբ հանդես եկավ, որով էլի աջակցական խոսքեր էր ասում եւ ոչ մի քննադատություն մեր երկրում տերորիստական ակտ կազմակերպելու այս կասկածների, շատ հիմնավոր կասկածների հետ կապված։ Էլ չեմ ասում, որ նա մեկ տարի ու կես առաջ օրհնում էր այդ նույն տերորիստի, այդ սրբապիղծ Բագրատ Գալստանյանի սկսած այդ մի քիչ ամոթ է ասել, բայց սրբազան շարժումը։ Հիշում եք, ասում էր, որ օրհնում է այդ շարժումը։ Հիմա այսքան խառնվելուց հետո ամեն ինչին, թողնելով եկեղեցուն ներսում իր ունեցած բազմաթիվ խնդիրները, որ ինքը պարտավորություն ունի լուծելու, բայց ոչինչ չի անում, ու նաև դա գիտեք ինչով է բացատրվում, նաև ինչ որ ցանկ էր հայտնաբերվել երեկվա խուզարկությունների արդյունքում, որտեղ արդեն իսկ պաշտոններ էին բաժանված, եւ որոշակի պաշտոնյաների դեպքում իհարկե կային սուրբերի անուններ եւ կային տեղեր, որտեղ գրած էր սուրբ, բայց թե ով է, կապ չունի, այսինքն ինչ որ բան է, ինչ որ դիլ է, պայմանավորվածություն է, իշխանություն գալու եւ իշխանությունը կիսելու։ Սրա մասին է խոսքը։ Ինչի իրավունքը սահմանադրությամբ չունի եկեղեցին։ Հասկանում եք։
Այս ամեն ինչը բացատրվում է սրանով, ուղղակի աթոռ են ուզում, վեր ընկնեն վրան, հա, կամ չգիտեմ, ինչ որ ասում են, մենք հետ կուզենք մեր եկեղեցու հողերը, չգիտեմ ինչերը, ինչ են ուզում անել Հայաստանում։ Չէ՞ որ Հայաստանում կան գերակը շերմասը քրիստոնյա է, բայց շատ մարդիկ ունեն օրինակ դավանանքի ազատության իրավունք եւ որոշներ ունեն այլ դավանանք, որոշները աթեիստ են եւ այլն, բայց ամբողջ հայ ազգը եկել է կոնսենսուսի եւ ամբողջ այդ եկեղեցական մեր ժառանգությունը ամեն ինչը հանձնել է հայ առաքելական սուրբ եկեղեցու տնօրինմանը, նրան տալով հատուկ կարգավիճակ մեր երկրում։ Եվ սա արդյոք չի նշանակում նախ, որ պետք է թափանցիկ գործի եկեղեցին իր հոտի գոնե հանդեպ լինելու համար արդար եւ երկրորդը, որ գոնե պարտավոր է այս պետական կառույցների մեր փաստաթղթերի օրինականությունը պահել։ Օրինակ սահմանադրության այդ կետը պահել եւ չխառնվել քաղաքական գործին։ Բայց այսօր իրենք բան են, պաշտոններ են կիսում։ Մեկը չգիտեմ ինչ նախարար է, մեկը հələ դեռ չգիտեն ով է, բայց հաստատ սուրբ է։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 7։ Այդ պլաների կազման եւ այդ լավատեսության համար կարող էր հիմք հանդիսանալ, որ իրենք մտածել են իշխանությունը թույլ է, համակարգը իրավապահ չի ենթարկվում իշխանությանը կամ չի գործի ամբողջ ծավալով եւ իրենց կհաջողվի իրենց պլաները իրականացնել։ Ուզում եմ հասկանալ, իրենց հիմքերը այդպիսի պլաների կազման համար միամտություն է եղել, թե այնուամենայնիվ իրենք հավատացել են, որ կարող են իրականացնել, որովհետեւ իշխանությունը գուցե չկարողանա կանխել։ 18 թվականից հետո, գոնե 20 թվականից հետո, պատերազմից հետո, նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանը տարբեր ճանապարհներ էր ուզում փնտրում, որպեսզի իշխանությունը զավթի։ Ինքը գնաց տարբեր ճանապարհներով, տարբեր սցենարներ ունեցավ։ Նախ այդ հայրենիքի փրկություն, չգիտեմ ինչ իշխան Սաղաթելյաններով իր բան, Վազգեն Մանուկյաններ բերեց առաջ, տարբեր մարդկանց փորձարկեց եւ քաղաքական թիմից, եւ նախկին պաշտոնյաներից։ Հետո մտածեցին, որ Ռոբերտ Քոչարյանը նաեւ շատ ազնիվ դրա մասին խոսեց, ասուլիսի ժամանակ ասաց մի անգամ ասաց, որ իրենց պետք է հոգեվորական ոչ քաղաքական մարդ, հոգեվորական, ընդունված որևէ հոգեվորական, որը կլինի իրենց քաղաքական լիդերը։ Ու նրանք գտան այս բանին, անմեղ սունակին, գտան Բագրատ Գալստանյանին ու նրանք կարգեցին ընդդիմության շարժման առաջնորդ։ Եվ իրենք էլ բոլորով, դուք հիշում եք, չէ՞ որ քայլելով գայսերը ովքեր էին նրա կողքը, նրան ովքեր էին աջակցում։ Հետո եկավ հասավ հրապարակ Բագրատ Գալստանյանն ու ասաց, որ ես այսքան ժամ եմ տալիս վարչապետին եւ դրանից առաջ կգնաց խորհրդակցելու որտեղ հայտնի հյուրանոցում Քոչանին պատկանող իր խմբակցության պատգամավորների, միգուցե նաև իր հետ եւ նաև մյուս նախագահի Սերժ Սարգսյանի թիմակիցների հետ։ Ահա, բոլորը որոշեցին, այս մարդը իրենց լիդերն էր։ Հետո սա էլ չստացվեց մի պահ։ Հետո անցան արդեն այդ արտախորհրդարանական ուժերի Ռուսաստանից մարդ բերելով իրանց հիմա եւս կալանավորված է խոսքը Սամվել Կարապետյանի մասին եւ այլն։ Այսինքն այս պլանը վաղուց է։ Սա միամտություն չէ։ Սա գրված պլան է, որը որ գնում են։ Այդ մարդը հրահանգել է, փող ունի, ռեսուրս ունի, ազդեցություն ունի, խմբակցություն ունի նաև ազգային ժողովում։ Հրահանգել է նրանք էլ իր տակ գտնվող այդ ծառաները ակտիվ տենց ծառայում են իրանց տիրոջը եւ սա ընդհանրապես միամտություն չէ։ Ինչ վերաբերում է իշխանության թուլությանը, իրավապահ համակարգի չի ենթարկվելուն կամ չգիտեմ ինչին, նման չհավատարմություն օգտագործենք այդ բառը։ Նման մենք դրսևորումներ չենք տեսել, մեր իրավապահ համակարգը շատ ամուր է, մեր պետականությունը շատ ամուր պաշտպանված է, ոչ միայն հոգևորականների եւ նախկին նախագահների տերորներից, այլև ցանկացած այլ ավելի խնդրահարույց ուրեմն հարձակումներից Հայաստանի վրա։ Մենք այնպես որ թուլության հետ կապված նրանք գոնե վստահ են, որ նման թուլություն չեն զգացել։ Ամփոփելով Տիկին Հակոբյան, իշխանության ներկայացուցիչները այդ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջև հակասություն տեսնում են։ Դա շատ լավ բեմականացված սցենար է հաջորդ ընտրությունների նախաշեմին դիրքավորվել իբրև թշնամիներ, որպեսզի առանձին ձայներ ունենան եւ հետո ինչպես հավատարիմ հանցակիցներ իրար, ելի միավորվեն։ Ոնց կարող են երկու հանցակիցներ իրար թշնամի լինեն։ Չեն կարող։ Այսինքն այդ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում, որ մենք տեսնում ենք ստորագրությունները կարծես թե չեն դնում կամ առանձին ինչ որ ձևաթղթի վրա են դնում եւ տպավորություն են ստեղծում, որ իրար տարբեր մեդիաներում իրար հանդեպ հարձակումներ են գործում, որովհետեւ միամիտ քաղաքացին կարծի, որ սրանք իրար հետ լավ չեն, որ կարող են օրինակ ընտրել Սերժ Սարգսյանին եւ գա Սերժ Սարգսյանի իշխանության, կամ ընտրել Ռոբերտ Քոչարյանին ու գա Ռոբերտ Քոչարյանի իշխանության, բայց այդպես չէ։ Դուք ընտրելով նրանցից յուրաքանչյուրին
մյուսին եւս ընտրում եք, որովհետեւ այս մարդիկ նույն ինչպես Գյումրիի սցենարով եղավ, նրանք վերջում միևնույն է, ինչքան էլ եթե մենք իհարկե չունենանք 50+1 ձայն, իսկ ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք 51+-ն, բայց ենթադրենք, հա, իրենց պատկերացմամբ։ Եթե 51+-ն մենք չհավաքենք, իրանք միանշանակ բոլորով միավորվելու են, ինչպես եղավ Գյումրիում, երբ բացի քաղաքացիական պայմանագրից մնացած բոլոր ուժերը միավորվեցին, որպեսզի կարողանան ունենան 1% ավել ձայն, քան քաղաքացիական պայմանագիրն է եւ ունենան բնականաբար քաղաքապետ։ Մեկ հարցել Փաշինյանի բառամթերքը որպես երկրի ղեկավար ձեր ներսում քննարկում եք ձեր համար ընդունելի է, այսինքն շատ է քննադատվում, որ երկրի առաջին դեմքը պարզապես պետք է իր անձով օրինակ լինի եւ այդպիսի բառամթերքը անթույլատրելի է։ Գիտեք, ինձ համար անթույլատրելի է օրինակ երկիրը քաոսի վերածելու փորձերը։ Ինձ համար անթույլատրելի է եկեղեցականի դեմքով եւ վեղարով տականկություններ կազմակերպելը։ Ինձ համար այնքան բան է անթույլատրելի եւ այս բովանդակությունը թողած ձևի հետևից ընկնելը դա ուղղակի տենց, չգիտեմ, երեսպաշտություն է, չգիտեմ ինչ է, մենք էություն է թողած, ընկել ենք ձևի հետևից։ Վարչապետը ինչ բառ օգտագործեց, ինչու վարչապետը դա ասեց, ինչու այդ խնդիրը Facebook-ով ասեց, ինչու գրառմամբ, ինչու այսպես, ինչու սափրված, ինչու այս դիրքով նստած։ Ախր բովանդակությանը մենք թողած, ընկել ենք ձևի քննարկման հետևից։ Եվ դա եւս ուղղորդվում է այդ նույն մարդկանց կողմից, ընդդիմության կողմից, որովհետեւ շեղեն բուն էությունից խնդրից մարդկանց ուշադրությունը եւ տանեն դեպի այնպիսի հարցեր, որոնք ավելի հեշտ են քննարկվում, հա, ավելի հեշտ է, չէ՞, ասել այ վարչապետը ինչու էր ձախ ոտքը գցել աջ ոտքին։ Այդ ավելի հեշտ է քննարկել, քան բովանդակությունը, խորանալ բովանդակության մեջ։ Ինչու էս մարդը իրավունք չուներ սա անել։ Դա մեծ քննարկման բան է, չէ՞, մարդը պիտի ուսումնասիրի, որ հասկանա, դա ջուրամարս չէ։ Իսկ ոտքը ոտքին գցելը, դա ջուրամարս է, բոլորը կարող են դա քննարկել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։